ներքևներինը սատկած են, վերևներինը արդեն սատկելու վրա են։ Այսպես կտրում են։ Այլու ժողովուրդ ջան, երևի բոլորդ էլ առնչվում եք ձեր հողամասում այս խնդրի հետ, խոսքը արջուկի կամ տարբեր մարզերում նաև իշա խառանչ են ասում, այդ երևույթի հետ է, որը շատ մեծ վնաս է հասցնում մեր բանջարանոցին։ Ես էլ հիմա այդ խնդիրն ունեմ, տեսեք, սածիլ եմ դրել, 2 օր արդեն սածիլը լավ բռնած, բայց կտրած։ Այսպես կտրում են։ Հիմա ցույց եմ տալի ոնց պայքարել իշա խառանչի կամ բոյբոյի դեմ։ Ուրեմն փորձել եմ եւ ոչ քիմիական տարբերակներ եւ թակարդներ դնելը, բայց դա կարծես թե որևէ արդյունք չի տալիս։ Հետևաբար այսօր օգտագործելու եմ թունաքիմիկատ եւ արդյունքը ձեզ ցույց եմ տալու։ Օգտագործելու ենք B58 դեղը, մինչև դեղի մասին խոսելը ուզում եմ զգուշացնել, որ ինքը շատ թունավոր նյութ է, նույնիսկ եթե այլ հնարավորություն ունենայի, տարբերակ ունենայի այս վնասատուների դեմ պայքարելու, ապա հաստատ սա չի օգտագործի, ուղղակի այլ տարբերակ չկա։ Դրա համար եթե երեխա եք, անչափահաս եք, իսկ ես գիտեմ, որ ինձ դիտողներից շատեր երեխաներ են, ապա սա խստիվ արգելում է օգտագործել ձեր կողմից, անպայման մեծերը թողանեն, որպեսզի նաև կարողանան ճիշտ օգտագործեն ու վտանգավոր հետևանքներից զերծ մնան։ Հիմա մեզ պետք է սովորական թեփացորենի, իր վրա ավելացրել եմ ձեթը մոտ 1 կիլոգրամ թեփին ավելացրել եմ 150 գրամ ձեթը նրա համար է, որպեսզի ձգի այդ կենթայիներին, հոտից այդ միջատները գալիս եւ ուտում են, քանի որ ձեթի հոտը ձգում է նրանց։ Լավ խառնում ենք, ապա ավելացնում ենք այս դեղամիջոցը 1 կիլոգրամին մոտ 50 գրամ դեղ ենք լցնելու ու օգտագործելու ենք։ Օգտագործման ժամանակ չենք մոռանում պաշտպանիչ դիմակ կրել, որտեղ ինքը շատ սուր հոտ ունի ու նաև նախընտրելի կլինի ձեռնոցներով աշխատեք, բայց քանի որ ես ձեռնոցներով չեմ կարողանում աշխատել, ապա աշխատանքից հետո անպայման լավ օճառով լվացվելու եմ, որ խնդիրներից խուսափելու համար։ Լավ խառնելուց հետո մոտավոր այս տեսքն է ստանում, հիմա պետք է գդալով վերցնենք ու լցնենք այն անցքերին, որոնք բացել են այս միջատները։ Ուղղակի այսպես թեթև լցնում ենք, քիչ, բավական է։ Դեղն ավելի լավ ազդում, երբ այն կիրառում ենք ջրելուց հետո, բայց քանի որ երեք այստեղ լավ անձրև ա եկել, ես էլ առիթը բաց չթողեցի ու սկսում եմ արդեն դեղ դնելը։ Շատ կարևոր է այնպես անել, որպեսզի բոլոր անցքերի վրա այսպես թեփը շաղ տանք, որպեսզի բոլորը սատկեն, քանի որ իրանք կարող է այդ անցքից որտեղ դրել եք, իրենք ելք չունենան, այլ ունենան մեկ այլ ուրիշ անցքից։ Այսպես բոլոր անցքերի վրա այսպես դնում ենք, որպեսզի դեղը ազդի բոլորի վրա։ Քանի որ երբ նրանք մնան հողի մեջ, ապա սերունդ են տալու ու նրանցից նորից ազատվելու խնդիր է լինելու։ Տեսեք,
դրել եմ արդեն կես ժամ հետո արդյունքը երևում է։ Իրանք այսպես դուրս են գալիս ու իրանց պետք է հավաքել կամ թռչունները իրենք գան եւ կտանեն։ Ես նախընտրում եմ հավաքել, որպեսզի նաեւ թռչունները, վայրի թռչունները չգան ու չտանեն, թունավորվեն, որովհետեւ դեղի ազդեցությունը շատ մեծ է եւ նույնիսկ երկար ժամանակ ինքը հողում այդ թույնը մնում է։ Սրանք հողաբնակ վնասատուներ են եւ իրենք նախընտրում են գոմաղբով հարուստ հողերը, իսկ իմ հողամասում, ինչպես գիտեք, գոմաղբի կույտ կա, որտեղ էլ հենց նրանք բազմանում են։ Ճիշտ է, ես ձմեռը այդ գոմաղբը փորել էի, որպեսզի հավերն ուտեն ու վերացնեն դրանց, բայց այդպես էլ չհաջողվեց։ Եվ ոնց են իրենք սնվում, հիմնականում իրենք հողում իրենց ճանապարհը բացում են, անցքեր են բացում, իսկ ճանապարհին հանդիպած սերմերը, նոր ծլած սերմերը ու սացիլները կտրում եւ ուտում են, եւ արդյունքում ունենում ենք մեծ վնասներ։ Ես հիշում եմ անցած տարի, երբ փորում ենք կարտոֆիլն ու հանում, տեսնում ենք, որ շատերը վնասված են ու դա հենց բոյբոյի հասցրած վնասի արդյունքն է։ Ժողովուրդ ջան, առավոտը տեղ եմ դրել բոյբոյի համար ու հիմա արդեն սկսել է դեղը ազդել ու տեսեք արդեն դուրս են գալիս։ Հիմա պետք է սրանց այսենց բռնենք մի ձեռքով անհարմարը ու հավաքում եմ այս ամանի մեջ։ Մի քանի տարբերակ եմ փորձել, ոչ թունաքիմիկատների, բայց ոչ մի բան չի օգնում ու ես սացիլը դնում եմ, իրանք կտրում են, այ տեսեք, եւս մեկը։ Մի երկու ժամ այսպես հավաքում եմ, ահագին հավաքել եմ, վերջում ցույց կտամ հավաքածը։ Սացիլը դնում եմ, իրանք կտրում են ու արդեն էլ ներվերս չհերիքեց, տանը թույն ունեի, այսպես թեփով շաղախել եմ, այդ տեսեք, ես դրել ու ահագին սատկած դուրս են եկել, չհաշված, որ ահագին էլ թռչունները տարան, ծտերը տարան։ Հիմա սա պետք է հավաքենք, որովհետև միտեղ կարդացի, որ իրանք դեղի ազդեցության տակ դուրս են գալիս հողից ու որոշ ժամանակ հետո նորից գազդուրվում, այսինքն դեղի ազդեցությունը կորում է, հետ են վերադառնում նորից իրանց բները։ Սենց ամանով շրջում եմ։ Զզում եմ ձեռքով բռնեմ, դրա համար փայտիկներով եմ բռնում այսպես։ Մի ահագին այս տարածքը փորելուց եմ հանել, երևի այս փոքր տարածքից այսքանից։ Երևի մի 10-15 հատ հանել եմ ու տեսեք դրել եմ սացիլը, ինքը նորից 2 անգամ դրել եմ երևի այս սացիլը ու արանքներից կտրել է։ Այ այստեղ հիմա երեկվա դրած սացիլը մի օրվա ընթացքում տեսեք կտրել է։ Նույնը ստա։ Ինչ արած։ Տեղի զորությանը մեռնեմ, այսպես դնում ենք ու իրանց վերջը գալիս է։ Այ նույնը այստեղ։ Նույնը այստեղ։ Այստեղ երեկվա դրած սացիլերը չկա։ Այսինքն կտրել էր, ես հավաքել էի, ոչ թե ընդհանրապես ամբողջությամբ ենք իրել։ Այ տեսեք, էլի Նա տեսեք ոնց է հողը փորում, որպեսզի մտնի ներս։ Տեղի ազդեցության տակ դուրս է եկել, նորից հետ է գնալու։ Եթե թռչունները իհարկե չհասցնեն տանեն։ Հիմա սրան էլ կբռնենք։ Բա, ամբողջ ձմեռվանից թանկով սերմ եմ առել, տանը մի կերպ սացիլը պահել, որ բերեմ սրանք ուտեմ։
դեղերին այնքան, սերմերին այնքան փող եմ տվել։ Այսպես պտտվում եմ ու դուրս եկածները, որ դուրս է գալիս, հավաքում եմ այս ամանի մեջ։ Ամեն առավոտ բանջարանոց մտնելուց առաջ մտածում ենք ինչա լինելու, որոնք են կտրած լինելու, տեսնես քանի հատ է կտրել։ Դա համար այսպես ներվերս էլ չերիքեց, դեղը դրեցի։ Շարունակում եմ հավաքել, բայց արդեն հոգնեցի։ Ես իմ հերթին եմ հավաքում, թռչունները իրանց հերթին։ Հիմա ուզում եմ մինչև այս պահի դրությունը հավաքած բոյբոյները ցույց տամ, ովքեր նյարդերից թույլ են ու միջատներից վախում են, կարան մի փոքր առաջ տան։ Ու տեսեք ինչքան է։ Ու ինքը հաստ շերտով այսպես ներքևներինը սատկած են, վերևներինը արդեն սատկելու վրա են։ Այսօր այսքան արդեն հավաքել ենք ու դեռ շարունակում ենք հավաքել։ Փակենք այսպես դուրս չգան։ Միակ սխալն է ժողովուրդ, որ մոռացել էի թռչուններին պետքա փակի տակ պահեի, այսինքն ոչ թե մոռացել էի, այլ չէի մտածում, որ կարող է այդ թունավորված բոյբոյները այս այդ կեքի արանքից անցնել են կողմ ու թռչուններն ուտեն, ճտերն ուտեն։ Ճիշտ ասած 2 հատ արդեն տեսել են, որ կերել են, հուսանք չեն թունավորվի։ Չգիտեմ, այսպես արանքներից երևի անցել էին, իրանք էլ քաշքշում էին իրար այդպես։ Մեկ էլ նախընտրելի չէ դեղը դնել կանաչիների մոտ կամ արանքում, քանի որ դա կարող է փոխանցվել բույսին, իսկ հավաքելու դեպքում արդեն կանաչու միջոցով անցնի մեր օրգանիզմ։ Դրա համար եթե այն բույսերը, որոնք հավաքելու եք, նախընտրելի չի իրանց մոտ դեղը դնել։